Ողջույն բոլորի ժողովուրդ, այսօր մեզ մոտ առանձնահատուկ օր է, որովհետև մենք առաջին անգամ անում ենք բացօթյա ոդկաստ ու երևի առաջինն ենք Հայաստանում, որ անում ենք բացօթյա ոդկաստ, այսօր ստուդիայից դուրս ենք եկել, որովհետև հազիվ արև է բացվել ու հազիվ արդեն գարուն է գալի։ Ուզում եմ ձեզ ծանոթացնեմ մեր Գառնիկի հետ, Գառնիկը համ սպորտսմեն է, համ գոշիկ է մեր լեզվով ասած, համ մոտորիստ է ու խեմ հրավիրել այսօր Գառնիկին մեզ մոտ, որովհետև հարցեր կան, որ շատ քննարկումներ ա լինում այդ հարցերի շուրջ, մոտորների հետ կապված։ Գառնիկ ջան, ես գիտեմ, որ դու ի սկզբանե եղել ես մեր լեզվով ասած մոտորիստ։ Դրանից հետո անցել ես սպորտին, այսինքն գոշիկ ես դառել։ Ինչ տա քեզ ստիպել, ինչից ես ոգեշնչվել ու դարձել գոշիկ։ Սիրել ենք այդ գործը, պապայից հա մեզ հանձնվել այդ գործը, ցելական ասած, երկու եղբայրով զբաղվում ենք այդ գործով, հետո սերը առաջացել սպորտի հանդեպ, սկզբից սիրողական ենք մասնակցել, հետո 18 թվականից արդեն ոնց որ դարել ավելի պրոֆեսիոնալ։ Գառնիկը սիրողականը ո՞րն է, օրինակ ես երեկոյա երբ որ արդեն բրոպկաներ չի լինում, այս ավտոներից մեկը վերցնում եմ նայածեր ու դուրս եմ գալիս փողոց ու սկսում եմ շաշկի անել, ինչ որ լենտերեր, ինչ որ բաներ փորձել, դա է սիրողականը։ Լու էջվել է եղել, բայց հիմնականը սկսել է Նորաջի аэроպորտից, այնտեղ դաշտը ազատ էր, գնում էինք, ոչ թե փողոցային վիճակը, այլ դաշտը ազատ էր, մեկը ստույսի հետ մրցելով բան, այդպես սերը ավելի առաջացավ, ավելի շատ, սկսեցինք զբաղվել ավելի պրոֆեսիոնալ ձևի։ Գառնիկ ջան, ինձ կասես, եղել է դեպքեր, որ դու սպորտի ժամանակ մեքենա վարելուց հասկացել ես, որ արդեն մեքենան անկառավարելի է դառել։ Իհարկե եղել է։ Ոնց է ինչ է զգացել, ես վթարի եմ ենթարկվել ու այդ միլիվարկյանը, որ միլիվարկյան է տևում միջև վթարը, որ այնքան երկար ժամանակ է քեզ թվում, որ դե ընթացքում լիքը բաներ ես մտածում, որ այ հիմա արդեն վсё, ես գնում եմ խփեմ ավտոյին կամ պատին ու այդ արագում դու ունես ինչ-որ 3 վարկյա, 2 վարկյա, որ դու գիտակցում ես, որ հեսա գնալու ես խփես։ Այդ վարկյաները ճիշտ որ ասում չես կարող նկարագրես, դա երևի պրոֆեսիոնալիզմից է, շատ եղել դեպքեր, երբ որ ավտոզանոս արել կամ ես մի առանց գազը թողել, վախտել առանց գազ թողել եմ դզել, վախտել արդեն քրիտիկական, որ պետք է գազը թողես, տորմուզել դաս, ռոլովել էլի դզես։ Ես միշտ ամեն անգամ լեգենդներ եմ լսել, որ նո է մեքենա վարու, որ պետքա տորմուզ չտաս, որ պետքա պավերոտի ժամանակ պոտը գազից հանես, ձմեռը պետքա ընդհանրապես տորմուզ չտաս, Տորմուզ պավերոտին ընդհանրապես պետք է չտաս, պես կտարերոտին տորմուզ չտաս ու հիմնականում նորեկ բարորդները խառնվում են ու ոտքը միանգամից դնում են տորմուզին։ Չէ, միջև պավերոտը պետք է։ Միջև պարաս, միջև արագությունը իջացնես ու նոր արդեն պավերոտը մտես կան սաղ տերերը։ Կարևոր հարց։ Ավելի հուսալի են Mercedes-ի մոտորները թե BMW-ի։ Նայած որ թվականից հետո արտադրված։ Վերջի ժամանակահատվածներում ասեմ 2018 թվականից վերև ավելի հուսալի են Mercedes-ի մոտորները թե BMW-ի։ Չէ, այդ հարցով ես Mercedes-ի սիրահար եմ, բայց ես կասեմ հակառակը, որ Mercedes-ի մոտորները հուսալի չեն։ Ավելի լավն ասենք մեր BMW-ի B-սերիայի մոտորները ավելի կատարելագործել են, աշխատել են իրենց շարժիչների վրա, շատ հուսալի շարժիչներ են արտադրում։ Ու շատ հեշտ ծունունգի է ենթարկվում յուզ արտադրում։ Մարդկանց շուտ միֆեր կա, որ մեքեն երիտասարդ ուզում է BMW գնի, ծնողները ասում են, այ BMW շուտ փչացող ավտո է, ծախսատար ավտո է, բայց մարդկանց մոտ այդ միֆը նրանից է գնացել, որտեղ մեծ սերունդը այն հի BMW-երն է տեսել, դա հին BMW-ների մոտ է, ու իրան գիտեն, որ այս թազա BMW-ները էլի տենց է, էլի կարոպկեն փչանում է, էլի անդադ պետքա ծախս, էլի յուղ է վառում, էլի մոտորը խփում է։ Չէ, եկեք ասենք որպես մոտորիստ, որ 2018 թվականից 17 լավ թվականից վերև B48 մոտորը, B58 մոտորը ամենալի շատ կան։ Եկեք ես ինքը ժողովուրդ Mercedes-ի վարորդ եմ, շտա BMW-ել եմ ունեցել, բայց ես ինքս գիտակցում եմ, որ BMW-ի մոտորը այս պահին թե կարոպկեն, թե մոտորը ավելի հուսալի են, քան Mercedes-ը։ Բայց այն պահը ասենք մեր հետևորդներին ինչա կատարվել Mercedes-ում այս վերջերս։ Փոխարինել են 254 մոտորը, բանակցություններ կա, որ ուզում են փոխարինել B48 մոտորի հետ։ Ժողովուրդ ուրեմն 2016 թվականից B48 մոտորը ավելի շատ սկսել է օգտագործել BMW-ն 2 լիտրանոց մոտորն է, դա 330-ի վրա է, 430-ի վրա է,
530-ի վրա դրված 2 լիտրանոց տուրբո 258 ձիավժանոց մոտորը ու հիմա Mercedes-ը բանակցություններ ա վարում, որ իր C300-ի վրա, E300-ի վրա 2 լիտրի տեղը 2 լիտրի երկու մոտորների տեղը լինի այդ մոտորով։ Որպես Mercedes-ի մոտորիստ, որպես նաստագետ, հիմա ասեք, սա C63-ն է, սա C43 AMG-ն է, երկուսն էլ AMG-ն է։ Որ մոտորն ավելի հուսալի։ Այդ առումով երկուսնի հուսալի են։ Եթե իրան գնես պրոստը ամեն օրվա քշելու համար, ամեն օր վարելու համար երկուսնի հուսալի են։ Տարբերություն ես չեմ դնում մեջտեղը։ Ձմեռը ձուր եկավ, այս ավտոն ես չէի կարում քշեի։ Вообще չելում քշել։ Դե իմաստել չկա, դարձած Հետև դու ոտը դնում ես գազին, ինքը բուքսավատ անում։ իմաստ չկա, այս մեքենան ձմեռ։ Այս ավտոյով ես գնացել եմ այն ամենաշատ իմ հետևորդները գիտեն, ամենաշատը ձուն եկել էր Ջերմուկում ու լիքը մեքենաներ ճպեր ճանապարհին մնացել են, ես այս ավտորով հասել եմ Ջերմուկ, ընդհանրապես ոչ միտեղ չի եղել ինձի ու հետ եմ եկել։ Դե ձմեռը շատ հզորությունը լավ չի։ Ինչքան շատ հզորություն, այնքան անկառավարելի է դառնում մեքենան։ Հա, կամ այդ համել այս 43-53-ները հիմնականում 4 քաշող էր լինում ու սրանք դե սա նախատեսված է գոնկա անելու համար։ Արի համաձայնվի։ Սա նախատեսված է ով քաղաքայինի համար։ Այսինքն եթե դու զինունգի առումով օրինակ 63 ավելի հեշտություն կարվի, քան սեն։ Ու ավելի շատ ավելի պոտենցիալ կստանաս, քան 43-ից կամ 53-ից։ Բայց եթե դու ես ճիշտ եմ կարծում որպես մասնագետ, եթե դու համ սիրում ես արագություն, համ սիրում ես կոմֆորտ, քեզ պետք չի C63-ը։ Քեզ պետքա C53, C43-ը, ճիշտ է։ Դե ինչքան ոչ դստը շատ այնքան լավ։ Հիմա որպես գորշիկ ես ասում, ես որպես քաղաքացի։ Մեր քաղաքում չկա այստեղ, հայու կարողանաս աճուկը լիովին, ասենք, այդ ավտոից ստանաս, էլի։ Ասեմ որտեղ կա հիմա, երբ որ մեկ այդ Գյումրի ես բեկերարեր ստանալու, այդ թազա ճանապարհը դատեր հաճի մարազ է, մենք այդտեղ Արարատի տերասիդը հաճիկ ստանում, ու վсё։ Հիմա շատ տարածված է հավելանյութերով բենզին լցնելը, օգտագործելը։ Ըստ քեզ հավելանյութերով բենզինը առավելություն ունի ու եթե ունի, ինչ առավելություն ունի։ Առավելություն ինքը հավելանյութեր կան, որ ինքը համ մակրող է, համ ցետանային օկտանային քանակ ավելացնում։ Ես խորտ չեմ տա լցնեն հին մեքենայի մեջ, որովհետև հին մեքենայի բակի մեջ արդեն կեղտեր կա, ու կարենք այդ կեղտերը այդ բոկի տանի սա վարելիքի համակարգը չաստի էլի։ Բայց թազա մեքենայի դա էդի չես գա։ Ինքը որտեվ բակը մաքուր լինելու կեղտ չկա, որ բոկի տանի ինչ-որ վարելիք։ Այնինքն եթե քո մեքենան 2017 թվականի, 18 թվականի, 16 թվականի մեքենա է, դու սաղ կյանքդ բենզին ես լցրել, հա 95, հա բենզին ես լցրել ու հիմա հավելանյութով բենզին լցնես, այն տակի կեղտերը, բակի կեղտերը հարելը ինքը կքայքայի, որ կհարի կլստի ֆարսոարը, ես ու փեշաստի չաստում։ Բայց եթե դու իրականը շատ է հանդիպում, այդ խնդիրները մեզ շատ է հանդիպում։ Այսինքն տենց հաճախորդներ են գալիս, որ շատ է հանդիպում, հա։ Իսկ եթե մեքենատ լիովին նոր է, նոր հանել է սալորից, հա, մեր հայերի ասած, հա, որ սալորից ավտոն կարե, այդ ժամանակ կարաս օգտագործես հավելանյութով բենզին։ Կարաս օգտագործես զուտ իր որակը բարելավելու համար, որպեսզի լավ, ասենք, ռազմում ստանաս, լավ այրում կատարի, այդ դրա համար կարաս օգտագործես։ Այդ եթե դու սիրում ես չգիտեմ, բայց մաքրելը հետի ես չեմ ընդունում, էլի, հեղուկով համակարգ մաքրելը ես հետի չեմ ընդունում։ Մի տեղից մաքրում, մի տեղը տանում լցնում։ Հա, դե բնական է, մի տեղ մաքրելու, մի տեղ տանի լցնի։ Իսկ ինչ խորտ կտաս այն մարդկանց, ովքեր որ իրանց Mercedes-ի վրա տանում գազ են դնում։ Ես գազով մեքենա ընդհանրապես չեմ սպասարկում, ասեմ ավելի ու չեմ սիրում։ Ես ինչքան մեքենա ունեցել եմ, ես գազով վատել եմ, դա չկարել էլի։ Մեքենան նախատեսված է, ինչով նախատեսված է, դրանով պետք է վարես։ Դե մարդկանց չես կարա մեղադրես, որովհետև գազով մի քանի անգամ ես ծախսել եմ քչացնում, բայց եւ այդ ավելանող ուրիշ ծախս է։ Ծածկում են մոտորը, ամեն անգամ այրման մոմիկեն չաստում, կոճա, ամեն ես թվում է էժան է, բայց իրականում ծախսերն է շատանում։ Դե գազ դնելուց պալիվում փող է, չէ՞ տանում տալի մեծ, չվա ինչքան գիտեմ, այլ դնելու հա փող է տալի։ Հետո դրանից հետո ինչ-որ բաներ ընթացքում փչանում, բայց սա վիմալից ծախսերը որ աշխորինակ 2 տարվա կամ 3 շարժում, ինչին տարբերություն չի տարբերություն է, ուղղակի այդ պայն սիուն է հնչում, էլի որ դու 5000 ժապով այսքան ես քշու, այսքան ես քշու։ Բայց չեն հաշվում, բայց դրանից առաջ 3 տարի փող են տվել, գազի սարքավորումները դնեն իրաց մեքենայի վրա։ Շատերը կան, որ էդի վարկով են վերցնում դնում, չէ՞, ապարիկ են դնում, տալ դորդոբեշ է կանում, ախպեր ջան, մեքենա բենզինով քշի,
Ֆարսուկեքդ մաքուր պայի, ծախսդ քիչ լինում, չէ՞։ C43 AMG-ն ինչով է տարբերվում C53 AMG-ից, որպես Mercedes-ի մոտոր։ C43, այսինքն ցածր մոտ, ավելի Հիմա օրինակ կան ավտոներ, որ ասում են դե իմը C43, այն ասում չէ իմը դե 53-ը, իմը 43-ը VAZEV 2 տուրբինով է, հա։ V6 2 տուրբինով է, իսկ 53-ը շարային 6-ն է, ու մի հատ մեծ տուրբինով։ Տարբեր մոտորներ են իրանք։ Իրենք տարբեր մոտորներ են։ Այդ հզորությունը համարյա նույնն է, չէ՞։ Դա հոց tuning կանես էլի։ Նայած օվտոմատիկանա ճիշտ կերակետ tuning անելուց կարելի է։ Իսկ tuning անելը, այդ stage անելը նորմալ է, թե չէ։ Մեր Հայաստանի պայմաններում ոչ։ Դա շուտ չի ման։ Դա անդոն եթե տենց օրինակ իմեր tuning-ով կարող են 100-200 ձիաուժ ապելացնել։ Ըստ քեզ դա նորմալ երևույթ է։ Եթե տեսնել, այդ լիակապից զավոդը տեց կարտադրել էլի։ Եթե ունենանք լավ վառելիք, այսինքն սուպեր այդ stage արած մեքենան պետք է քշես սուպեր բենզինով։ Վատ բենզին պետք է չլցնես, որովհետև մեր մոտ մենք ծովի մակերոտի շատ ենք բարձր։ Մեր մոտ թթվածինի պակաս կա։ Այդ էլ հանգեցնում է նրան, որ չի կարելի էլի ավելի բեզապաստի չի էլի, ասենց ասեմ։ Հասկացա։ Կարած շուտ շարքից շարժիչը անես։ Ես լսել եմ, որ օրինակ 2 լիտրանոց BMW-ի մոտորները stage 2 են անում, stage 3 են անում, ու դրանով ձիաուժները բարձրացնում են ու իրոք այլանդակ ավտոներ են դառնում, անկեղծ։ Եղել է, որ ես մեքենայով գնացել եմ, տեսել եմ կողովս մեծ BMW արագ անցավ, ես ուզում եմ հասնեմ, հասկանեմ 400 քանի ձիաուժով չեմ հասնում, 2 լիտրանոց BMW-ին։ Կլի, նույնը BMW, նույնը Mercedes-ը կարող ես անել, բայց իր ռեսուրսը, այսինքն, որ իրան պետք է քշես, ասենք 100,000 կիլոմետր, քչացնում ես, հա։ Այսինքն առար stage արիր, գուլյա տարի 2 տարի դրանից ծախի։ Հա։ Ծախի է դրանից նայած ջրեղ է։ նայած կարող եմ մի հատ վատ բենզին լցնես մեջը, Այդ գուլյատը չանես։ հա։ 2 լիտրանոց BMW-ի մոտորն ավելի հեշտ tuning լինում, թե 2 լիտրանոց Mercedes-ի մոտորը։ Եթե թազա նոր մեքենաների հետ կապված BMW-ն է, BMW-ի 3 լիտրանոց մոտորը ու Mercedes-ի 3 լիտրանոց մոտորը։ Եկեք սենց հերթով բարձրանանք էլի վերև։ Որը է հեշտ լինում tuning։ BMW-ի մի քիչ ավելի հեշտ կլինի, Mercedes-ն էլ է լինում, 256 շարժիչ լավ մոտոր է, BMW-ի B58-ը լեգենդար է։ Սա աշխարհում մեկ իրեն tuning անում է։ Ես ճիշտ գիտեմ պատմությունը, որ ի սկզբանե BMW-ն Toyota-ն զակասա տվել այդ մոտորը BMW-ին, BMW-ն արտադրել է Supra-ի համար։ Ես էլ եմ տես տեսել, Supra-ի վրա եկա։ Առաջի ակապ Toyota Supra-ի վրա եկա։ Շատ հավերում զակասա ավ BMW-ին ասել է իսկ մի հատ լավ հուսալի մոտոր դու հզե, BMW-ն արտադրել է հատուկ Supra-ի համար, հետո դասել չէ, ինքը շատ լավ բան արտադրել ու դրել է սա իրական արտադրություն։ Հիմա այս թազա X-leri վրա է դի գալի E40, չէ՞։ 540-ի վրա, 440-ի վրա, 340-ի վրա ու ասում են, որ այդ մոտորը մի հատ stage-ով stage 2-ով հավասարվում է M3-ին կամ M4-ին։ Հա։ Այսինքն մարդ կարա առնի 340 շատ հեշտ tuning ունես, M3-ը իրան դառնա M3։ Պրոստը դե արդեն M3-ը գալիս է ավելի հզորացված տորմուզները, ավելի հզորացված դիսկերը, այդ ծախսը չես կարող ասել, դու այդ արագությունը կստանաս, բայց այդ ավտոն M3-ի նման չես կարող շուտ կանոնացնես, չէ՞։ Դե հա։ Սովորական Mercedes-ը ու AMG-ն ինչով են տարբերվում։ Համարյա թե նույնն են, ասենք նույն մոդելի, ոսկի կա նույն մոդելի AMG ու 500, նույն շարժիչներն են, մի քանի դետալների տարբերություն, դետալների։ Ասենք մխոսներն է տարբեր լինում, իր արտանետման համակարգը, օդի համակարգը տարբեր են լինում, պրոստը AMG-ի տարբերությունը Mercedes-ի հետ մեկ մարդ, մեկ շարժիչ, այսինքն AMG-ում մեկ շարժիչը հավաքում է մեկ մարդ։ Եթե ուշադրություն եք դարձել, իր բիրկակա ստորագրությունով։ Դա մոտորիստի ստորագրություն։ Այս ավտոյի շարժիչը մի մարդ է հավաքել։ Այո, AMG-ը handmade, այսինքն ձեռքի աշխատանք է։ Հա, ձեռքի աշխատանք է։ Իսկ 43-ին է AMG-ները, բոլոր AMG-ները մի մարդ է հավաքել։ Այսինքն handmade էլի ձեռքի աշխատանք է, ճիշտ եմ ասում։ Իսկ M-ը BMW M-ը, նայ Mercedes ասում է Mercedes ու AMG Mercedes։ Հա, ճիշտ է, որ ասեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանեմ։ Չեմ խորացել այդքան, ես որ Mercedes-ի սիրահար եմ, Mercedes-ով եմ զբաղվում, բայց պետք է բարերես։ M-ի վրա ես չեմ տեսել լոգո, որ ստորագրություն եմ տեսել։ Ես որ կարանի ինդիվիդուալ հավաքած մի հոգու էլի։
Արի երկու մեքենա եմ ես քեզ ասում, M4 ու C63, դորնա քորամար ավելի լավ ավտով է քշելուց ավելի շատ հաճելի ստանաս։ C63-ը, ցածրացնելու։ M4 ես քշել եմ, իրա կառավարել ինձ դուր չի եկել։ Շատ ռիսկ է էլի։ Դեպի սպասվեններ կան, որ կասեն չէ, դե BMW ռիսկ է, BMW աղոյլա, Ես Mercedes-ը կերադասում, Mercedes-ը կգերադասես։ Ուրեմն ես մարդ, ով հիմնականում Mercedes սիրահարա, Mercedes-ը մուրացել ու միջով հիմա էլ ինչ կապ չի ժողովուրդ, ինչքան էլեկտրական ավտո ունենամ, բալվում մի հատ AMG ունենում եմ։ Ես ինքս այդ նու պատասխանը կտայի, ինչ դու տվեցիր։ Ես վստահ զգում եմ ինձ շաշկի անելուց, դրիֆտ անելուց, ալագ վարելուց, երբ որ Mercedes-ի ղեկին եմ։ Չեմ փնովում BMW-ն։ Ես էլ սիրում եմ Տանկում BMW չեմ փնովում։ Երեկոյան մեկ-մեկ վերցնում եմ BMW-ն եմ քշում։ Բայց ինձ ավելի վստահ եմ զգում Mercy Rule-ին։ Ունի ես մին բանը ես կպատասխանեմ։ Հա։ Գարիկ ջան, իսկ ինչպես ես գնահատում Հայաստանում ավտոսպորտը, ինչ վիճակում է գտնվում այս պահին, ինչեր կցանկանայիր փոփոխել ու հարցս ձևակերպեմ։ Քեզ ինչ կա հիմա ձեռա տալիս, թե ինչ-որ բաներ կուզեիր փոփոխեիր։ Չէ, իրականում այս վերջի տարիներին մի քիչ ենք գազམ་ակերպչականը քիչ ալնում, ճանապարհ չլինելու պատճառով, դե մերը իք երկար է, լեն ճանապարհ է, մեր որպես ռեգրեսի մեջ երկար ճանապարհ է պետք, լավ ասֆալտ է պետք, որ չունենք Հայաստանում, ասիկ չես կարա մայրուղի փակես, մրցում անես, որտեղ հանդես դե անում են, հա, անում են, բայց այն որ ակումբը բնի անոնց աստարի օրինակ մի անգամ ա եղեց, էլի տարին պատրաստես մի անգամվա համար մի քիչ այն չի էլի։ Ես են Չարբախի ճանապարհում եմ, ամեն կիրակի փակում էին ու անում եմ։ Հա, Զեյվի արտանցքում եմ ապրում։ Հա, այնտեղ էլ չի կազմակերպ, վերջի անգամ պլենականի այդ թազա ճանապարհի վրա ենք մասնակցել, ու այս տարի էլ չգիտենք, որտեղ կհատկացնեն ինչ կլինի։ Ուրեմն սիելի մեր երկրի ղեկավարություն, մեզ որպես ավտո ոլորտի ներկայացուցիչներ, ավտոսպորտի ներկայացուցիչներ, անհրաժեշտ է ճանապարհ։ Մենք որ գոնկա անենք, տվեք մեզ ճանապարհ, որ մենք գնանք այդտեղ գոնկա անենք, որ մեր էմոցիաները այդ ճանապարհի վրա հանենք, ոչ թե փողոցներում։ Որ իրիգունները չհելենք փողոց, թե չէ հավաքվելու ենք, հելենք իրիգունները փողոց, Թուման, Աբովյան, շաշկիներ անենք ու դուք պես բռնեք տանեք ֆլաշատկա։ Մեր էմոցիաները մի դեպքի հանենք, թե չէ, դա սպորտ է։ Սարքեք մեզ ճանապարհ կամ հատկացրեք մի հատված, որ մենք այդտեղ մեր էմոցիաները հանենք։ Всё։ Եվս մեկ հարց Գառնիկի ժողովուրդ, Գառնիկ ջան, որպես մաստագետ, մոտորիստ, մեր հայրենակիցներին որտեղից խորհուրդ կտաս բեզին լստանի։ Ես ինքս օգտվում եմ CPS քղարմուկաներից ու խորհուրդ կտամ, որ օգտվեն ընդեղից։ Այսինքն լստես CPS-ի 95 95 Արաց Հավելյան 7-ի, Արաց Հավելյան 7-ի։ Դեն ժողովուրդ Գառնիկը ասում է օգտվեք CPS-ի 95 բեզինից առանց Հավելյան 7-ի ու ձեր մոտորի կյանքը կերկարի կամ չի պակասի։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք, շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ դու եկար, ուրախ եմ ամեն անգամ այս նոր ֆորմատը ժողովրդու, ուրախ եմ, որ սենց լավ մաստագետ է եկել, հանրահայտ մաստագետ է եկել, բացի մաստագետ նաև չեմպիոն մաստագետ է եկել, ինքը իր փորձով կիսվում է մեզ հետ։ Ես էլ առաջարկում եմ հիմա այս միկրոֆոնները, այսպես ենք անում, ու գնում ենք փորձարկելու 63-ը 43-ը։ Ավազայն ես։